Փառք Տիրոջը ասենք, քույրեր եղբայրներ, Աստված փառավորվի հավիտյան, որովհետև Արժանի է ինքը, որովհետև այս բոլոր բերք ու բարիքը, որ կանք այսօր, սա իրա փառավոր ողորմության շնորհիվ է, որ ես եւ դու այսօր Աստծո տան մեջ, եւ Տերը մեր ձեռքից բռնել է, մեր ոտքերը քայլել է տվել իր տան մեջ, որ ես եւ դու այս կենաց խոսքերին հաղորդ լինենք, քույրեր եղբայրներ, փառք իրան։ Փառք իրան, որ երբեմն օտարներ եւ պանդուխտեր ենք, բայց այսօր Աստված մեզ քույրեր եւ եղբայրներ արել Հիսուս Քրիստոսի թափած սուրբ արյան շնորհիվ եւ այս փառավոր խոսքի հիմքերի վրա հաստատված, որ մենք այսօր գտնվում ենք այստեղ ես եւ դու, իրան փառք հավիտյան։ Օրհնյալ լինի Տերը, որովհետեւ բարի է, որովհետեւ գթած է, որովհետեւ ողորմած է, ինքը չի ուզում, որ մենք կորենք, քույրեր եղբայրներ, ինքը չի ուզում, որ մենք այսօր ես եւ դու մեղքի քնով քնենք եւ խաբարել չլինենք, թե վաղը ինչ է գալու մեր գլխին, թեև չգիտենք էլ, բայց ինքը չի ուզի, որ ես եւ դու անպատրաստ լինենք վաղվա օրվա համար։ Որովհետև մենք չգիտենք վաղը ինչ կլինի եւ երկիրը տարբեր ժամանակների մեջ փոխվում է, քույրեր եղբայրներ։ Այն ամենը ինչ որ այսօր տեսնում ենք, վաղը հավիտյան էլ կարողա չտեսնենք։ Դրա համար այսօր որ եկել ենք Աստծո տուն, մեր սրտերը պատրաստենք, երբ որ գալիս ենք Աստծո տուն, որովհետև այստեղ գալիս ենք Երևանու ոչ թե իրար տեսնելու, թե որ մեկս ինչ ձև ենք հագնված, ինչ ձևի ենք սրտով, մտքով, հոգով ծուռ ենք, թեք ենք, կաղ ենք, կույր ենք, տկար ենք, քույրեր եղբայրներ, այսօր բոլորս էլ խնդիր ունենք ինձանից սկսած, եւ մենք եկել ենք նայենք Աստծո որդուն, եւ թող ինքը լինի մեր նպատակակետը, թող ինքը լինի, որովհետև իրանից է բխում կյանքը և հավիտենությունը, մեր կյանքը իրանից է կախված, փառավոր լինի իր սուրբ անունը, եթե ես և դու մոտիկանանք իրան, մենք կտեսնենք, որ մենք մի նշույլ, մի մազաչափ, մեր վրա ոչ մի բանի վրա իշխանություն չունենք, և կարողություն էլ չունենք ինչ-որ մի բան անելու, որովհետև Աստծո որդին է, որ այսօր իր կամքով ես և դու կենդանի ենք փառք իրան դրա համար։ Եվ հիմա թե որս ինչքան տեսնում եւ չենք տեսնում, սա էլ թող սրա մեջ էլ Աստված փառավորվի, որովհետեւ սա էլ իրանից է, թող փառք լինի իրան հավիտյան, օրհնյալ լինի Տերը։ Եվ ինչն է Աստծո նպատակը այսօր, քույրեր եղբայրներ, Աստծո նպատակը որ այսօր իր մաքուր ջրերը տեղա մեր վրա, որ ես և դու հասկանանք, որ Քրիստոսն է կյանքը, իր խոսքերից է կախված մեր կյանքը, քույրեր եղբայրներ։ Ինքն է, որ պիտի ինձ և քեզ այցելի, և ես ինչպես մի կույր պետք է տեսնեմ, ինչպես մի կաղ պետք է ցատկեմ, իմ ոտքերը պետք է ուժովնան և զորանան, ինչքան էլ ես և դու տկար լինենք, եթե կանչեն Քրիստոսի փառավոր անունը, ինքը պատրաստ է քեզ օգնելու։ Ինքը պատրաստ է քեզ օգնելու, որովհետև ինքը տեսնում է, որ դու օգնության կարիք ունես, Աստծո որդու կարիք ունես, որովհետև ինքն է փրկիչը, ուրիշ փրկիչ չկա, քույրեր եղբայրներ, ես իմ կյանքում հասկացել եմ, որ ուրիշ փրկիչ չկա նրա համար, որ ես երբ որ հասկացա, հանդիպեցի Տիրոջը, Տերը ասեց ինչ ես ուզում ինձանից, ինչ ես ուզում ինձանից, ոնց ես ուզում, որ քեզ օգնեմ, ոնց ես ուզում, ինչ ես ուզում ինձանից, որովհետև իմ ծնկերը արուն լվայերեղի աղոթքով, ես գիշերները ծնկում էի, առավոտ լուսադեմին արտանում էի ծնկերից վրա, դա ոչ թե մի օր, 2 օր, 10 օր, տարիով ես ծնկել եմ, ծնկերիցս արուն էր գնում, բայց ես ծնկած էի մնում, քույրեր եղբայրներ, հասկանալով, որ ես կարիք ունեմ բժշկության, իմ փրկությունը Հիսուսն է, Աստծո որդին, եւ երբ որ հանդիպեցի, ես շփոթվեցի, քույրեր եղբայրներ, ես շփոթվեցի, եւ Տերը ասեց ինչ ես ուզում ինձանից, ոնց ես ուզում, որ քեզ օգնեմ, հոգեվոր թե մարմնավոր, ասի հոգեվոր, ասեց դե գնացեք, բարձեք, այս կենաց կյանքի ավետարանը եւ այս տողերը կարդացեք։ Քույրեր եղբայրներ, այս կենացը այսօր այս մեր առջև որ դրված է, սրա համար Աստված արուն է թափել,
Սա ինձ համար կենաց ջուր է, օրհնության աղբյուր, կյանքի աղբյուր ամեն մի հավատացողին, ովքեր որ հավատքով կտեսնեն, ովքեր որ հավատքով կմոտիկանան սրան, որովհետև Աստծո խոսքում գրված է, առանց հավատք ունենալու մեկը թող չմտածի, որ Աստծուց ինչ-որ մեծ բան պետք է ստանա։ Առանց հավատքի։ Եվ այսօր Աստված ինձ ու քեզ հավաքել է այստեղ, որ այս անձրևները կենաց տեղա մեր վրա, քույրեր եղբայրներ, տեղա մեր վրա։ Երբ որ հարուրապետին պետք էր բժշկություն լինի իր ծառային, ասես Տեր, ես արժանի չեմ, որ դու գաս իմ հարկի տակ, միայն քո խոսքը ուղարկի եւ իմ ծառան կբժշկվի։ Հիմա Տերը եկել այսօր էս իր խոսքերը ուղարկել է, մենք արժանի չենք, որ Հիսուսին տեսնենք, քույրեր եղբայրներ, արժանի չենք մենք, բայց այսօր Տերը իր խոսքը ուղարկել է ինձ եւ քեզ, որ բժշկի մեր անհավատությունից, որ պետք է կանգնենք ամեն մեկս դատաստանի առջև հանուն այդ անհավատության համար չհավատալով Աստծո փառավոր սիրուն, որ ինքը ինձ եւ քեզ շատ սիրում է, եւ այդ սիրո համար զոհ արված, եւ այդ զոհն այսօր, որ ես ու դու այսօր այդ զոհի նպատակն է, որ այստեղ հավաքված ենք, փառք իրան, օրհնյալ լինի ինքը, փառավոր լինի ինքը, որ ինքը կանչել է ինձ ու քեզ, այսօր այդ անձրևները տեղա իմ ու քո վրա, հավիտյան արժանի է Տերը, փառք իրան, եւ դուք այսօր տեսնում եք մի հրաշք, որը որ մենք հավիտյան չենք էլ մտածել, չենք էլ տեսել, չենք էլ լսել այդպեսի բաներ։ Մեր ճանապարհները ծուռ էր, մենք խորտակված էինք, մենք մեռած էինք, մենք քայլում էինք այս օդի իշխանի կամքով քույրեր եղբայրներ։ Անում էինք, ծառայում էինք իրան եւ իր գործերի մեջ էինք։ Եվ երբ որ Աստծո որդին հասավ, Աստծո խոսքը որպես մի զոհի պես վրա հասավ մեր վրա, մեզ կենթանացրեց, ամեն մեկին, ովքեր որ մասնակից են եղել այս ճշմարտությանը, թող իր անունը փառավորվի, մինչև աղոթքս կկարդամ Եսայի մարգարեություն, քույրեր եղբայրներ։ 35-րդ գլխի սկզբի մի քանի տողերից։ Անապատն ու չոր երկիրը կուրախանան կցնցան, ամային ու կծաղկի Շուշանի պես, կբացվի ծաղկի և կցնցա ցնցալով և բարձրաձայն երգերով Լիբանանի փառքը նրան կտրվի, Կարմելոսի և Սիղոնի վայելչությունը նրան կտեսնեն Տիրոջը փառքը, մեր Աստծո վայելչությունը փառք իրան, ուժովցեք թուլացած ձեռքերը, ուժովցացեք թուլացած ձեռքերը և դողջոջուն ծունկերը զորացրեք, ասեցեք թուլացրիկներին, ուժովացեք, մի վախեցեք քույրեր եղբայրներ, մեզ պետք չի վախենալ, որովհետև Աստծո որդին հարությունը առ է մեր փրկիչը, մեզ պետք չի վախենալ, մեր կյանքը իր ձեռքերի մեջ է, ումից պետք է վախենանք, մարդը մեզ ինչ պետք է անի քույրեր եղբայրներ։ Ինչ պետք է անի մարդը, եթե ես հավատամ Աստծո որդուն, Հիսուս Քրիստոսին, մարդը ոչ մի բան անել կարողություն չունի, թող իր անունը հավիտյան փառավորվի, որովհետև իմ փրկիչը կենդանի է եւ ձեռքերը բաց սպասում է ինձ, թե ես երբ պիտի իրան նորից հանդիպեմ, որին դողդոջուն ծունկերն ու ձեռքերը զորանան քույրեր եղբայրներ, զորանան եւ իմ հավատքը տեսնի Տիրոջը, որ ես այս խավար աշխարհի վրա ոչ մի բանից չվախենամ քույրեր եղբայրներ, հավատալով որ իմ Տերը ողջ է, իմ Աստվածը կենդանի է, ով իր արյունը թափել է ինձ համար, որ ես իրան հավատալով կյանք ունենամ, թեև մեռնես, ավետարանը ասում է, պետք է ապրես, որովհետև քո փրկիչը ողջ է, եւ ինքը կանգնած ամեն օր հսկում է քո ճանապարհները, թող իր սուրբ անունը փառավորվի, ամեն։